ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնը պատրաստվում է նոր հզոր հարված հասցնել Իրանին։ Ամերիկյան ուժերը կվերսկսեն ռմբակոծությունների եւ շատ կոշտ գործողություններ կիրականացնեն։ Թրամփը նշել է ԱՄՆ նման քայլի իրավունք ունի։ Վերջինս ընդգծել է Վաշինգտոնի պատասխանը լինելու է վճռական եւ ուժեղ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է Լիբանանի քաղաքացիներին։ Նա հայտարարել է Իսրայելի խաղաղություն է ցանկանում լիբանանցիների համար։ Նեթանյահուն կոչ է արել վերցնել ապական սեփական ձեռքերը միանալ Իսրայելին։ Նրա խոսքով Հեզբոլլահի լուծարումից հետո հնարավորությունները կդառնան անսահման։ Իսրայելի վարչապետը շեշտել է տարածաշրջանում հնարավոր են նոր զարգացման հեռանկարներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ մոտ է եղել Իրանի հետ համաձայնագիր կնքելուն։ Նրա խոսքով իրանական կողմը շարունակել է խաբել ամերիկացիներին։ Թրամփը նշել է նախկինում Իրանը գործ է ունեցել թույլ նախագահների հետ։ Նա կրկին հայտարարել է Իրանը չի կարող եւ չի ունենալու միջուկային զենք։ ԱՄՆ նախագահի խոսքով իրանական կողմն արդեն համաձայնել է այս սկզբունքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենք, որը վերաբերում է Ռուսաստանի շահերի դեմ կատարված գործողություններին։ Օրենքը նախատեսում է արգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում կատարել են նման իրավախախտումներ։ Փաստաթղթումներ արված են պետական մարմիններին վիրավորելու եւ զինված ուժերը վարկապեկելու դրույթները։ Նույնը վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հրապարակային կոչերին։ Օրենքը թույլ է տալիս միջոցներ կիրառել անկախ անձի գտնվելու վայրից։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին Հորմոզգան նահանգի ջրային ենթակառուցվածքները ոչնչացնելու մեջ։ Նրա խոսքով ամերիկյան ուժերը դիտավորյալ հարվածել են Սիրիքի կարևորագույն ջրային օբյեկտներին։ Հարձակման հետևանքով ոչնչացվել են 2 ջրամբարներ ընդհանուր 2500 խորանարդ մետր տարողությամբ։ Բաղային հայտարարել է, սա կողմնակի վնաս չէ, այլ հաշվարկված պատերազմական հանցագործություն։ Նա պահանջել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը միջազգային իրավունքի շրջանակում։ Ճապոնիայում Իրանի դեսպան Փեյման Սեադաթը հայտարարել է ԱՄՆ-ն եւ Իսրայելը փաստացի պատանդ են վերցրել համաշխարհային տնտեսությունը։ Նրա խոսքով Իրանի դեմ պատերազմը պարտադրված է եղել Թեհրանին։ Դեսպանը նշել է Հորմուզի նեղուցը նախկինում բաց էր միջազգային ավարկության համար։ Նա պնդել է հենց ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններն են փոխել իրավիճակը։ Նրա խոսքով նեղուցը վերածվել է ռազմադաշտի։ Իրանը հայտարարել է իր գործողությունները կրում են բացառապես ինքնապաշտպանական բնույթ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը արձագանքել է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։ Նա նշել է կենսական ենթակառուցվածքների դեմ սպառնալիքները ուժի դրսևորում չեն։ Փեզեշքյանի խոսքով նման հայտարարությունները վկայում են հուսահատության մասին։ Իրանի նախագահը ընդգծել է, երկիրը հենվում է իր մասնագետների գիտելիքների եւ կարողությունների վրա։ Նա կարևորել է ազգային միասնությունն ու համերաշխությունը։ Փեզեշքյանը հայտարարել է, Իրանը վճռականորեն կդիմադրի ցանկացած ճնշման կամ սպառնալիքի։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները շարունակվում են։ Նրա խոսքով, եթե Իրանը կրկին հարձակվի Իսրայելի վրա, կստանա ծանր պատասխան։ Կացը հիշեցրել է այն հարվածների մասին, որոնք ըստ Իսրայելի արդեն հասցվել են Իրանին։ Նա ընդգծել է Իսրայելի բանակը պատրաստ է նոր գործողությունների։ Նախարարի խոսքով բանակը կարող է կիրառել հսկայական ուժ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրական հանձնաժողովներում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները։ Վերահաշվարկի աշխատանքները ըստ օրենսգրքի կարգավորումների համաձայն պետք է դադարեցվեն հունիսի 12-ին ժամը 14:00-ին։ Վերջին 2 օրվա վերահաշվարկների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը։ Նա մասնավորապես նշել է, սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է եւ նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը լինել ազգային ժողովում, նշել է Իվետ Ատոնոյանը։ Կառավարությունն աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի, գինու, բրենդի եւ հանքային ջրի արտահանման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։ Ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվող փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ՝ ծիրան 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կերասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ։
Հսկող դատախազի թիվը Սայլյանի հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ գլխավոր դատախազին եւ հսկող դատախազին ուղղված միջնորդությունները հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Որոշումն ուղարկվել է Արտարադատության նախարարության ու Բարաշենք հրեակատարողական հիմնարկ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով։ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է երկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայդատի գրասենյակը։ Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի կողմից։ Քննարկվել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իսկ այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից 10-ին հայտնել են, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան եւ վերսկսել իր պարտականությունները։ Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի, նշել են նախարարությունից։ Մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել էր Մոսկվա Եվրոպական միության հետ մեծացման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար, նշում է ՏԱՍ-ը։ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի սպառողական մոտեցումը անընդունելի է Ռուսաստանի համար, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել իրենց քաղաքացիներին, որ առայժմ անհրաժեշտ չէ ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ, այս մասին հայտնում է ՏԱՍ-ը։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցն արդեն իսկ կարդիական է։ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը արդեն ընդունելի է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի երկրի Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցը հրատապ է եւ պետք է արագ լուծվի։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած խաղային գործունեության կարգավորման մասին շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների ու վիճակախաղերի մասին օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկվում է սահմանափակումներ մտցնել, որպեսզի մի շարք քաղաքացիներ եւ պաշտոն զբաղեցնող անձինք չկարողանան մասնակցել խաղային գործունեությանը, խաղալ ինտերնետ շահումով խաղեր կամ վիճակախաղեր։ Մասնավորապես արգելք է սահմանվել 70 տարին լրացած քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել բարձր ռիսկային խաղերին, մինչ այս արգելքը կար մինչև 21 տարեկան անձանց մասով։ Սահմանափակումներ են մտցվել նաև այն պաշտոնատար անձանց համար, ում ֆինանսավորումը տրամադրվում է պետական կամ համայնքային բյուջեներից։ Հստակեցվել է նաև ինտերակտիվ հարթակներում ինքնաարգելափակման կոճակի աշխատանքը։ Ահազանգերկային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ իշխանության օգտին քվեարկել եւ քվեաթերթիկը լուսանկարահանել, ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Մարդիկ իրապես վախենում էին ու հակադրված էին տեսանկարահանելու process-ը իրականացնել։ Տեսանյութեր կան, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես ծոցագրպանում 16 քվեաթերթիկով մուտք են գործել տեղամաս, այսինքն ոչ թե իրենց հետ դուրս են բերել, այլ նախապես են մտել, նշել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքում արդեն սպառնալիք են դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար։ Նրա խոսքով Սիրիա եւ Լիբանանի դեմ հարվածներով Բենյամին Նեթանյահուի կառավարությունը տարածաշրջանը հասցրել է նոր վտանգավոր փուլի։ Էրդողանը նշել է Դամասկոսն ու Բեյրութը Թուրքիայի համար առանձնահատուկ նշանակություն են եւ կապված են պատմական ու եղբայրական հարաբերություններով։ Նա ընդգծել է Թուրքիայի անվտանգությունը սկսում է ոչ միայն սեփական սահմաններից, այլև հարևան երկրների կայունությունից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում կորցրել են գրեթե 1400 զինծառայող։ Գերատեսչության տվյալներով կորուստներ են արձանագրվել հատուկ գործողության գրեթե բոլոր ուղղություններում։ Հյուսիսային խմբի պատասխանատվության գոտում կորուստները գերազանցել են 230 զինվորականը։ Արևմտյան, հարավային եւ կենտրոնական ուղղություններում նույնպես արձանագրվել են հարյուրավոր կորուստներ։ Արևելյան խմբի գործողությունների գոտում կորուստները կազմել են ավելի քան 455 զինծառայող։ Դնեպրի ուղղությամբ եւս արձանագրվել են լրացուցիչ կորուստներ։ Ռուսաստանի Պետդուման հայտարարություն է ընդունել Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ։ Փաստաթուղթն ուղղված է ՄԱԿ-ին, միջազգային խորհրդարանական կառույցներին եւ տարբեր երկրների խորհրդարաններին։ Դրանում նշվում է Վաշինգտոնը շարունակում է աննախադեպ ճնշում գործադրել Կուբայի վրա։ Ռուս падգամավորների գնահատմամբ տնտեսական, ֆինանսական եւ էներգետիկ սահմանափակումները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։ Նրանք պնդում են այդ քաղաքականությունը միջամտությունը ինքնիշխան պետության ներքին գործերին։ Պետդուման նաեւ հայտարարել է, ներկայիս իրավիճակը վատթարացրել է Կուբայի բնակչության սոցիալական վիճակը։
Իրանի խորհրդանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա Հոսեյն Մալեկին հայտարարել է Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ գործողություններին։ Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է հասկանա, որ Թեհրանը լրջոյն է վերաբերում ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության օբյեկտների եւ այլ ռազմական ենթակառուցվածքների։ Իրանը դրանից հետո հարձակվել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաների վրա։ Մալեկին ընդգծել է Իրանը նախկինում եւս պատասխանել է նման գործողություններին։ Նա ակնարկել է, որ նոր բախումների դեպքում եւս հակահարված անխուսափելի կլինի։ Թելեգրաֆի տվյալներով Մեծ Բրիտանիան ցանկանում է օգնել Ուկրաինային ստեղծել Պատրիոտ համակարգի այլընտրանք։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել ուկրաինական պաշտպանական արդյունաբերության մասնակցությամբ։ Համակարգում կարող են օգտագործվել եվրոպական արտադրության ռադարային հետևման եւ ուղղորդման տեխնոլոգիաներ։ Առայժմ հստակ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի նման համալիրի մշակման համար։ Պակիստանի պետական PTV հեռուստաալիքը հայտնել է ռազմական մի 17 ուղղաթիռի կործանման մասին։ Վթարը տեղի է ունեցել Մուզաֆարաբադ քաղաքի մերձակայքում Ջամու եւ Քաշմիր շրջանում։ Ըստ նախնական տվյալների զոհվել են անձնակազմի բոլոր անդամները։ Հնարավոր պատճառներից մեկը տեխնիկական անսարքությունն է։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով արդեն սկսվել է պաշտոնական քննություն։ Պակիստանի իշխանությունները դեռևս չեն հրապարակել զոհվածների ճշգրիտ թիվը։ Թրամփը հայտարարել է պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանին։ Նրա խոսքով թիրախ կարող են դառնալ իրանական կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։ Թրամփը նշել է ԱՄՆ-ն դիտարկում է էլեկտրակայանների եւ կամուրջների դեմ գործողությունների հնարավորությունը։ Վաշինգտոնը պնդում է իր գործողությունները պատասխան են եղել ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ հարձակումներին։ Իրանի խորհրդանի ներկայացուցիչ Ֆեդա Հոսեյն Մալեկին հայտարարել է, ԱՄՆ-ի հետագա հարվածները կարող են վերջ դնել բանակցային գործընթացին։ Նրա խոսքով Թեհրանը արդեն հեռանում է բանակցությունների ճանապարհից վերջին իրադարձությունների պատճառով։ Մալեկին նշել է, ամերիկյան գործողություններն ու տարածաշրջանային զարգացումները խոչընդոտում են երկխոսությանը։ Նա զգուշացրել է, նոր հարվածների դեպքում բանակցությունները կարող են ամբողջությամբ ձախողվել։ Իրանը պնդում է, ԱՄՆ-ի գործողությունները խախտում են անհրաժեշտ վստահության մթնոլորտը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը կոշտ հայտարարությամբ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներին։ Հայտարարության մեջ ասվում է, Էրդողանը, ով մեղադրում է Իսրայելին տարածաշրջանի ապակայունացման մեջ, վերջին մարտն է, որը կարող է բարոյական գնահատականներ տալ Իսրայել պետությանը։ Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է հակասեմական բռնապետ եւ մեղադրել քրդերի դեմ գործողություններ իրականացնելու, Համասին աջակցելու, սեփական ժողովրդին ճնշելու եւ քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու մեջ։ Իսրայելական կողմը շեշտել է, նման պայմաններում Թուրքիայի նախագահը չի կարող հանդես գալ որպես բարոյականության քարոզիչ։ ՆԱՏՕ-ի ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել Միացյալ Նահանգների ամբողջ ռազմական ներուժը Իրանի դեմ։ Նրա խոսքով դա տեղի կունենա, եթե Թեհրանը հրաժարվի գործարկնքել ողջամի ժամկետներում։ Ուիթաքերը նշել է, Վաշինգտոնը ցանկանում է հասնել համաձայնության, սակայն պատրաստ է նաև ուժային տարբերակի։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը դեռ որոշում չունի, կդիմի սահմանադրական դատարան վիճարկելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Սպասենք արդյունքներին, հասկանանք համապարփակ իրավիճակն ինչպիսին է ու որոշում կկայացնենք։ Այդ որոշման կայացման մեջ քաղաքական նրբություններ կան։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ Նշենք, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում եւս դեռևս չունի։ Այս պահին վերահաշվարկ է տեղի ունենում եւ ամենակարևոր հարցն այն է, արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ, այս մասին պատասխանելով քաղաքացիների հարցերին, որոնք վերաբերում են հետագա զարգացումներին, ասել է Հայաստան դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Բազմաթիվ հարցեր կան, կարևորագույն հարցեր սկսած մանդատներից մինչև ինչպես ենք պայքարը շարունակում, որ պիտի լինի ընդդիմության միասնական դիրքորոշում, որպեսզի լինի հնարավորինս արդյունավետ, բայց դրա համար նախ պետք է պարզել, թե ընդդիմությունը քանի ուժից է բաղկացած, այսինքն քանի ուժ է հաղթահարել անցողիկ շեմը խորհրդարանի եւ քանի ուժով պետք է այդ որոշումները կայացվի։ Դրա համար առաջին ամենակարևոր հարցը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը, թե ոչ, դա կարծում եմ առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի, մինչև ամսի 14-ը վերջնական պարզություն կունենանք այս հարցում։ Երկրորդ փուլը դա ընտրությունների արդյունքների վիճարկումն է սահմանադրական դատարանում եւ ընտրությունների լեգիտիմության հարցը։ Այստեղ էլ շատ ուղիղ ուզում եմ ասել, որ սա մանդատներ վերցնել չվերցնելու հարցի հետ կապ չունի։ Մենք վիճարկում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած ձայները, վիճարկում ենք, որ իրենք ավելի քիչ ձայն են ստացել, վիճարկում ենք, որ իրենք այնպիսի միջոցների են դիմել ձայները ստանալու, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, նշել է Քրիստինե Վարդանյանը։ Այսօր հրապարակվել է Ռուստամ Ստեփանյանի Չաղ Ռուստամի վերդիկտը, նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նշեք, որ 2024 թվականի հուլիսի 28-ին Աջափնյակում սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը, Ֆազը, վերջինի սպանության դեպքով կալանավորված է Ռուստամ Ստեփանյանը, Չաղ Ռուստամը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է էլեկտրաշարժիչով մեքենաների քվոտայի մնացորդի տվյալները հունիսի 1-ի դրությամբ։ Դիլերներ 3000 հատ քվոտայից սպառվել է 1177, քվոտայի մնացորդն է 1823 հատ։ Ոչ դիլերներ 12000 հատ, քվոտայից սպառվել է 6769, քվոտայի մնացորդն է 5231 հատ։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդանական ընտրություններին եւ ասել, եթե մենք 2017 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդները անպայման կֆիքսեին հետեւյալ նախադասությունը, որի եւ նախընտրական փուլում եւ քվեարկության օրը տեղի են ունեցել համատարած խախտումներ, բայց ես չեմ ակնկալում, որ հիմա դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն, նշել է Սերժ Սարգսյանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է երկիրոն ինքնապաշտպանության անհագտելի իրավունք։ Նա նշել է ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողությունները խախտում են Իրանի ինքնիշխանությունը։ Արաղչին այս հայտարարությունը կատարել է տարածաշրջանային գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում։ Նրա խոսքով Իրանը չի պատրաստվում անարձագանք թողնել որևէ սպառնալիք, Թեհրանը պատրաստ է պատասխանել ցանկացած նոր հարձակման։ Իրանի զինված ուժերը հարվածն են հասել ԱՄՆ բազաների ուղղությամբ Հորդանանում, Քուվեյթում եւ Բահրեյնում։ Ըստ ֆարս գործակալության թիրախների շուրջ 70%-ը ենթարկվել է վնասի։ Հարվածների ընթացքում կիրառվել են բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու սարքեր։ ԱՄՆ կողմը հաստատել է արձագանքել է գործողություններին։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է միասնական դիրքորոշում չկա Իսրայելի դեմ բաժանմիջոցների հարցում։ Նրա խոսքով անդամ երկրներն ունեն տարբեր մոտեցումներ։ Իռլանդիան, Իսպանիան եւ Սլովենիան կողմ են խիստ սահմանափակումների, սակայն մյուս երկրները չեն համաձայնում նման քայլերի։ Կալասը նշել է, որ նոր միջոցներ կլինեն, բայց դրանց ընդունումը բարդ է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է ֆինանսավորման կտրուկ կրճատման մասին։ Կազմակերպությունը ստիպված է բարդ ընտրություններ կատարել օգնության բաշխման հարցում։ Որոշ դեպքերում ռեսուրսները վերցվում են սովածներից մահամերձներին փրկելու համար։ Իրավիճակը գնահատվում է որպես ճգնաժամային։ ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային աջակցություն։ Վրաստանի խորհրդանի խոսնակ Շալվա Պապոաշվիլին հայտարարել է. Եվրամիությունը պահանջում է հակառուսական պատժամիջոցների կիրառում։ Նրա խոսքով դա ներկայացվում է որպես վիզային ռեժիմի պահպանման պայման։ Վրացական կողմը դա որակել է որպես վտանգավոր ճնշում։ Նա նշել է նման քայլերը կարող են վնասել երկրի տնտեսությանը։ Բանակցությունները շարունակվում են Բրյուսելում։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ նոր հարձակումների դեպքում կկիրառեն լայնածավալ պատասխան գործողություններ։ Ըստ հայտարարության թիրախավորվելու են տարածաշրջանի բոլոր ռազմավարական օբյեկտները։ Նախորդ գործողությունները եղել են պատասխան բնույթի։ Իրանը ընդգծել է ռազմական պատրաստվածությունը։ Ֆարս գործակալության տվյալներով Իրանի զինված ուժերը հայտարարել են լայնածավալ պատասխան գործողությունների մասին ԱՄՆ բազաների ուղղությամբ։ Ըստ աղբյուրի իրանական ուժերը հասել են իրենց նախատեսված թիրախների մոտ 70%-ին։ Գործողություններում կիրառվել են բալիստիկ հրթիռներ եւ այլ զինատեսակներ։ ԱՄՆ կողմը եւս արձագանքել է տարածաշրջանային զարգացումներին։ ՌԴԱԳ խոսնակ Մանիա Զախարովան հայտարարել է. Արևմուտքը փորձում է ոչնչացնել իր պարտությունների եւ հանցագործությունների ապացույցները։ Նա նշել է, այդ գործընթացն իրականացվում է Կիևի միջոցով։ Զախարովան անդրադարձել է Սևաստոպոլի թանգարանի վրա հարձակմանը որպես օրինակ։ Նրա խոսքով նման գործողությունները համակարգված են եւ նպատակ ունեն վերացնել պատմական ապացույցները։ Նա նաեւ նշել է, հուշարձանների թիրախավորումը դարձել է լայն տարածված երևույթ։ Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին անմիջական ներգրավվածության մեջ։ Եվրոպական միության դեսպանները սկսել են քննարկել Ռուսաստանի եւ Բելարուսի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այս մասին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։ Ըստ տեղեկությունների քննարկումները դեռ սկզբնական փուլում են եւ արագ որոշումներ չեն սպասվում։ Փաթեթի հաստատման համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների միաձայն համաձայնությունը։ Եվրահանձնաժողովը հույս ունի, որ այն կհաստատվի արդեն հունիսին։ Նոր սահմանափակումների հիմնականում վերաբերում են նավթային եւ բանկային ոլորտներին։ Իրանի Հորմոզգան նահանգում ջրամատակարարումը խափանվել է ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Ըստ տեղական իշխանությունների ավելի քան 20,000 մարդ մնացել է առանց խմելու ջրի, վնասվել են ջրամբարներ եւ բաշխման համակարգեր։ Հարվածները վերագրվում են ԱՄՆ գործողություններին։ Տեղական ծառայությունները փորձում են վերականգնել ջրամատակարարումը։ Իրավիճակը գնահատվում է որպես լուրջ հումանիտար խնդիր։ Քննարկում ենք, թե երբ կյանքի կկոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նախընտրական գործընթացի շրջանակում եւ երբ հրապարակենք սահմանադրության տեքստը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արտարադատության նախարար Սրփուի Գալյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստին սահմանադրության հարցներ օրակարգում։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը, առաջիկայում ամբողջացնելուց հետո, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին։ Մեզ մեկ կամ երկու
շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ, նշել է նախարարը։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ 61 մանդատ ունենալու դեպքում իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Սրփուի Գալյանն ասել է, եթե հարցը այն է իրավիճակ է փոխվել այդ առումով, ես դες կասեմ, որ իրավիճակ չի փոխվել։ Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, մենք աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք այսօր մտածում են, ապագայում եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս միասին կկայացնենք համապատասխան որոշում, նշել է Սրփուի Գալյանը։ Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ, մուտքագրման ընթացքում եղել են սխալներ, տողեր են թռցրել, մարդկային գործոնն է խնդիրը։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Մեր արձանագրությունները կան, հրապարակված են, սակայն նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պետք է ճշգրտվեն։ Մենք ըստ էության Երևանում ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թե վերկուսակցության տեխնատուն այդպես է ցանկացել, մանրամասնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրել է իր ղեկավարած կառույցը մահակ է հանցագործությունների համար, պայքարում են հանցագործությունների դեմ։ Մենք որևէ ուժի իշխանության ոչ քարոզչություն ենք անում, ոչ հակաքարոզչությունը։ Ձեր հարցադրումը տեղին չէ, որովհետև մենք ամեն հանցագործության վերաբերյալ հրապարակել ենք ձայնագրություն, ասել է Նահապետյանը, արձագանքելով դիտարկմանը, թե հակակոռուպցիոն կոմիտեն նախընտրական շրջանում մահակ էր դարձել ընդդիմադիր ուժերի համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում, նա մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին ասել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Փաստաբանի խոսքով նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ 2019 թվականին եւ իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել։ Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք շփումներ նախատեսվում են երկու երկրների ղեկավարների միջև։ Համապատասխան որոշումները կկայացվեն կախված ընտրական գործընթացների ավարտից, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր, շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ծաղիկների մի քանի խմբականակի Լատվիա արտահանմանն աջակցության համար, ինչը յուրովի խթան կլինի երկու երկրների գործարաշրջանակների միջև հետագա կապերի սերտացմանն ու առևտրային նոր ուղղությունների զարգացմանը։ Թուրքական ընդդիմադիր մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները արագանում են եւ նպատակը հարաբերությունների կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր ձեռնարկելն է, այս մասին գրել է Էրմենի Հաբերեյեմը։ Կայքը պնդում է, որ նախատեսվում է առաջին փուլով Իգդիրում Ալիջան սահմանային անցակետը բացել փոխադարձ անցումների համար։ Հաղորդվում է, որ հայկական կողմում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում մտադիր են կարճ ժամկետում ավարտել աշխատանքները։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև առևտրի ծավալը ներկայումս գնահատվում է 300-ից 350 միլիոն դոլար ու երկկողմ առևտրում գերակշռում են հագուստը, քիմիական արտադրանքը, սնունդը եւ չմշակված թանկարժեք մետաղները։ Եվրոպացիները ավելի շատ կենտրոնացած են պատերազմի շարունակման, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ուկրաինական կարգավորման գործում եվրոպացիների միջնորդության հնարավորությունը։ Նա նշել է, Մոսկվան ներկայումս չի տեսնում Եվրոպայի պատրաստակամությունը խաղաղ գործընթացին նպաստելու հարցում։ Պեսկովի խոսքով եվրոպական երկրներն նախընտրում են աջակցել հակամարտության շարունակությանը։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է խաղաղ բանակցությունների թեման երկրորդական պլան է մղված։ Լեհաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի Եմեն անդամակցության բանակցությունների մեկնարկին, սակայն դեմ է Կիևի համար ցանկացած արտոնյալ պայմանների։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով Վարշավան չի պատրաստվում իր աջակցությունը փոխանակել Ուկրաինայի եվրոպական ձգտումների հետ։ Միաժամանակ նա ընդգծել է Լեհաստանը չի համաձայնի հատուկ արտոնությունների տրամադրմանը։ Տուսկի խոսքով Ուկրաինայի եվրոպական ճանապարհը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին։ Նա հավելել է, այդ գործընթացը պետք է լինի նաև Լեհաստանի շահերին համապատասխան։
Ֆրանսիան նոր պատժամիջոցներ սահմանել օկուպացված արևմտյան ափում տեղի ունեցող գործընթացների պատճառով երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է. Ֆրանսիան արգելել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի մուտքը երկիր։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև վերաբնակեցման կազմակերպությունների ղեկավարներ եւ մի շարք վերաբնակիչներ։ Փարեզը Սմոտրիչին մեղադրում է արևմտյան ափի բռնակցման եւ նոր բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը խթանելու մեջ։ Ֆրանսիան ընդգծել է շարունակում է պաշտպանել երկու պետություն սկզբունքը։ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, այս մասին հայտարարել նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է Եվրոպայի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց Ուկրաինայի մասնակցության։ Զելենսկու խոսքով հենց այդ պատճառով Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին ռազմավարական անհրաժեշտություն է։ Նախագահը հիշեցրել է այդ տեսակետը կիսում են նաև մի շարք գործընկեր երկրներ։ Ռուսաստանը պահանջում է Եվրոպայից հեռացնել ամերիկյան միջուկային զենքը, այս մասին հայտարարել է ՌԴԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը։ Նրա խոսքով Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զինանոցը սպառնալիք է Ռուսաստանի ռազմավարական անվտանգության համար։ Մոսկվան պնդում է այդ զենքը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ։ Բելոուսովը նաև կոչ է այլ ապամոնտաժել դրա տեղակայման համար ստեղծված ենթակառուցվածքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան Apache ուղղաթիռը խոցվել է Հորմուզի նեղուցի տարածքում։ Նրա խոսքով ուղղաթիռը բարեկություններ իրականացնում դեպքի պահին նա ընդգծել է Միացյալ Նահանգները պարտավոր է արձագանքել այդ հարձակմանը։ ԱՄՆ նախագահը միջադեպը բնութագրել է որպես լուրջ մարտահրավեր։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևի հետ։ Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային թեմաների։ Քննարկվել են հարաբերությունների ընթացիկ ուղղություններն ու փոխգործակցության տարբեր ոլորտները, մանրամասներ նախարարությունը չի հրապարակել։ Իրանի զինված ուժերը հայտարարել են հարձակվել են տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտի վրա։ Ըստ ԻՐԻԲ-ի գործողությունը եղել է պատասխան ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներին։ Իրանական կողմը նշել է թիրախավորվել են ամերիկյան ռազմական օբյեկտներ։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր պատասխան գործողություններ իրականացրել Իրանի դեմ, ըստ ամերիկյան տվյալների խոցվել են Իրանի հոբ համակարգեր եւ ռազմական ենթակառուցվածքներ։ Իրադարձությունները զարգացել են Apache ուղղաթիռի միջադեպից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է կնքվել ինչպես մեկ շաբաթում, այնպես էլ մի քանի ամսում։ Նրա խոսքով կողմերը շարունակում են աշխատել պայմանավորվածությունների ուղղությամբ։ Վենսը նշել է Միացյալ Նահանգները շարունակում է հասնել երկարաժամկետ լուծման։ Նա ընդգծել է քննարկումները վերաբերում են նաև Իրանի միջուկային ծրագրին։ Փոխնախագահի կարծիքով կողմերը մոտ են որոշակի առաջընթացի։ Միաժամանակ նա ընդունել է դեռևս զգալի աշխատանք կատարելու։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել օտարերկրյա զորքերին հեռանալ Իրանի հարակից տարածքներից։ Նրա խոսքով նման զորքերի ներկայությունը մշտական ռիսկ է ստեղծում տարածաշրջանում։ Արաղչին նշել է ցանկացած սխալ կամ միջադեպ կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։ Նա ընդգծել է Թեհրանը նախընտրում է դիվանագիտական ճանապարհը։ Միաժամանակ նախարարը հայտարարել է Իրանը կարող է խոսել նաև այլ լեզուներով։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 10-ից 14-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևանում հունիսի 10-ից 14-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։